ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Arm Comedy մշակութային հաղորդումը։ Այսօր մշակութային նորությունների պակաս չի լինելու, որովհետև մենք ապրում ենք շատ մշակութային ժամանակահատվածում։ Ու դե մշակույթը պզում է ամեն ոլորտից, իսկ այսօրվանի մեջ մենք դա հավաքել ենք եւ առաջարկում ենք դիտել։ Գոնե ինչ-որ բան ունենք մշակութային։ Յուտ։ Չէ։ Տենց է գիտի։ Խորհրդանշային սկանդալ Սահմանադրական դատարանում։ Կարմիր գծերին ավելանում են դեղին գծերը, անակնկալ քաղաքապետարանի։ Ինչու է այդքան արագաճում տնտեսությունը, ինչու։ Համալիրի մոտ խաղատուն կառուցելու առեղծվածը։ Իսկ հիմա մենք խոսենք սահմանադրության մասին։ Որտեղ վաղուց չենք անդրադարձել այս թեմային։ Այո, շատ վաղուց, բայց նույնիսկ այն ժամանակ, երբ անդրադարձել ենք, երեկ առաջ օրը մոռացել ենք հիշատակել ամենակարևորը։ Այո, մի փոքր անհարմար ենք զգում, բայց այո, մոռացել ենք անդրադառնալ բուն սահմանադրության խորհրդանիշին, որը եւս ակտիվ ա եղել էս վերջերս։ Վերջը սահմանադրության թե անկախության խորհրդանիշն ենք։ Ինքը բազմապրոֆիլ խորհրդանիշ է։ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանդիպումը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ այսօր չկայացավ։ Հանձնաժողովը զբաղված է, ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որը այժմ ուսումնասիրում են։ Ինչ որ Վենետիկի խաթր մեր Հայրիկյանին չեք հանդիպում, հա, ամոթ։ Այսինքն ինչ ա եղել, պայմանավորվել են, որ պետքա հանդիպեն, մարդը եկել է, մեկ էլ պարզվում է զբաղված են։ Հա, գոնե մի կես բերան զգուշացնեիք, որ չգար հասներ։ Շնորհք։ Դեռ երեկուշ երեկոյան է հեռախոսազանգ ստացել անհայտ հեռախոսահամարից, որով իրեն հայտնել են քննարկումը հետաձգելու մասին։ Հա, պաստորին գիտեր, որ չի լինելու հանդիպումը։ Բա ինչու գնաց։ Հայրիկյանը սակայն եկել էր անձամբ համոզվելու, որ հեռախոսազանգը սադրանք չէ։ Բայց ինչից էր վերցել, որ սա դրանք է։ Մենք ունենք հեռախոսազանգի ձայնագրությունը, գուցե դա օգնի հասկանալ ինչ էր եղել։ Պարոն Հայրիկյան, վաղվա հանդիպումը Սահմանադրականում հետաձգվում է, մարդիկ են եկել Վենետիկից։ Հալո, ով է։ Բայց ինձ հանդիպում են շարակված վաղը պետք է հանդիպեինք։ Հա, հասկանում եմ, էդ եմ ասում, 1000 ներողություն, բայց վաղը չի ստացվում, մի շաբաթից էլի։ Դու սադրում ես, Սերիկա, սադրում ես։ Չեմ սադրում, պարոն Հայրիկյան։ Ես վաղը մեկա կգամ կպարզեմ, սադրում ես թե չէ։ Մեկա գալու եմ։ Ու եկավ, ու պարզվեց, որ մի խոսքով մանտրաշ վիճակ։ Ու արդարության համար նշենք, որ նման խնդիրներ պարոն Հայրիկյանի մոտ ծագում են գրեթե բոլոր բնակավարներում ու շատ հաճախ։ Անընդհատ։ Կինո Մոսկվա լսում եմ ձեզ։ Այսօրույթին մինյոնների 2 տոմս եմ ուզում։ Ցավում եմ, բայց մինյոնները հանել ենք այսօրվա սեանսից։ Ձեզ ԿԳԲ-ն է ասել, որ ինձ մինյոնների տոմս չտակ։ Չէ, ուղղակի հանել ենք։ Լավ, ոչ մի մինյոն չկա, նույնիսկ այն միաճկովը չկա։ Կարող է սա սադրանք է։ Չէ, սադրանք չէ։ Ես մեկա կգամ, 8-ին գալու եմ այսօր։ Ծանր է, շատ ծանր է լինել խորհրդանիշ։ Մի խոսքով դասական լույսի եւ խավարի պատերազմ։ Հա։ Խավարի եւ լույսի ակնհայտ տարբերությունը պիտի երևար։ Մի կողմում իրենք ներկայացրել են խավարը մարմնավորող նախագիծ, այստեղ լույս է երևում։ Եվ տեսավ խավարի հանձնաժողովը լույս, եւ սարսափեց լույսից։ Եվ լույսի մարդը լույսի ասպետը մոտեցավ, որ բանակցի խավարի հետ։ Բայց խավարի մոտ այդ պահին Վենետիկից մարդ էր եկել։ Զգուշացրել էին, ասեց հիմա չէ, Լույս ջան, այս քանի օր է, մի քիչ հետո, եւ այդպես էլ Լույսն ու խավարը չհանդիպեցին։ Այնպես որ Լույսը խավարին ասեց ոչ, բայց մայեստրոն այդ ոչը քվանշեց։ Ոչ արտահայտություն չկա, դա չեն է, իսկ չէ նշանակում է ոչ էական։ Շահ եւ մատ ընկերներ։ Այո, ընկերներ, իսկ մայեստրոն նաեւ վերահաստատեց իր ապագայի տեսլականը։ Պարոն Սահակյան, նոր սահմանադրության ընդունման դեպքում ձեզ որտեղ եք տեսնում պաշտոնը։ Գալու Սահակյան։ Ժողովուրդ, դե մի տվեք էլ այդ հարցը, չեք ճոգում, որ դա ցմահ պաշտոն է, ցմահ։ Հա, ուղղակի նոր սահմանադրությամբ տենց առանձին գլուխ կսահմանվի, որը եւ կբացատրի ամբողջ Գալուս Սահակյան նշանակելու եւ պաշտոնավարելու ընթացակարգը։ Բայց նոր սահմանադրությունը իրականում շատ բարդ է, Ինչքան բարդ պետք է լինի։ Գալուստ Սահակյանը վստահ է, եթե անգամ կես տարով սահմանադրությունը ուսումնասիրելու դասընթացների գնա, մեկ է փաստաթղթից շատ քիչ բան կհասկանա։ Հիմնավորում է, այն շատ լուրջ փաստաթուղթ է։ Այմարդ հասկանալը որն է, սահմանադրությունը նենց բան է, որ իրան պետք է հավատալ Կամ գոնե վախենալ։ Կամ երկուսը իրար հետ։ Այսօր պիտի պարզապես ժողովուրդը հասկանա։ Ինքը ուզում է միակենտրոն ղեկավարություն,
թե կոլեգիալ ղեկավարություն։ Ժողովրդի Մայդանի ինչպիսի ղեկավարություն կլինի, ժողովուրդը ուղղակի ուզում է լավ ապրի, որ իրեն չխաբեն, չթալանեն, իր փողերը ափր-ցփր չծախսվեն։ Իսկ թե ղեկավարման ձևը կլինի կոլեգիալ, թե Facebook-ով կկառավարեն, դա լրիվ երկրորդական է։ Հա, իդեպ բարի լուր նրանց համար, ովքեր մտածում են, որ ՀՀԿ-ն նեղ կուսակցական շահերով է առաջնորդվում։ Այս անգամ։ Եվ այս անգամ հանրապետականը կարծեք թե ոչ նեղ կուսակցական շահադիտական նկատառումներ է գործողություններ ձեռնարկում։ Կարծես թե Այս անգամ։ ինչքան թույն պոզիտիվ բան է կատարվում, զգում եք։ Էլ չեմ ասում, որ տնտեսությունը աճում է ու աճում։ Բասա, ինչքան։ Դե վարչապետը ասեց 4.5%։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 4.5%, ընդամենը գնահատական է։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Կարծում եմ, որ տվյալ պարագայում վարչապետը տվել է գնահատական։ Այո, վարչապետը ասեց նայել է կառավարության աշխատանքներին ու ասել է Այմար 4-ին գումարած։ Բայց դե ինձ թվում է կարելի է մի քիչ ավելի բարձր գնահատել, քանի տենց օդի մեջ գնահատում ենք։ 5-ին գումարած գոնե, որպես դրական շարժառիթ, մի քիչ դուխ տա տղեկին։ Այո, մեկը ժողովուրդը ինչ պիտի զգա տնտեսությունը աճում է, թե չէ։ Ինչ վերաբերում է ժողովրդի սոցիալական վիճակի 4% տնտեսական աճը կամ 5% չի կարող ակնհայտ արագ երևալ ժողովրդի վրա սոցիալական իրավիճակը։ Հատի հիմա զգում է, չի զգում, կարևորը ժողովուրդը ողջևորվում է, որ աճի մասին լսում է։ Ափսոս է, ասեք, հա, ասեք։ Ու վարչապետից էլի լիքը դրական լուրեր իմացանք մեր տնտեսության մասին։ Հայաստանը տարածաշրջանի երկրների համեմատ բարվոք վիճակում է։ Բելարուսյան այդքան տնտեսական անկում ունի, նույնը ունի Ռուսաստանը, Ղազախստանը։ Բա, իսկ Մոլդովայում ընդհանրապես Շատ լավ է, այսքան էր մեր այսօրվա տնտեսական բարի լուրերը։ մնացեք մեզ հետ։ Ու մի բան էլ չիմացար։ Արդարադատության նոր նախարար նշանակեցին։ Չէ, իմացա։ Վերջապես մի հատ կապուտաչա նախարար ունեցանք։ Հիշում եք կարմիր գծերը, երբ նրանք հայտնվեցին, մենք չարությամբ ենք լցված, ասում ենք ումա դա պետք, էս ինչ են անում, վերացրեք դրանք։ Ու եթե այդ ժամանակ մեզ ասեիք, որ կգա օր, երբ Էրնեք կտակ կարմիր գծերին, հավանաբար կծիծաղեինք ձեր վրա ու ընկերաբար կասեինք, հո դու անասուն չես։ Բայց արի ու տես, որ այդ օրն էլ Եկավ։ Մայրաքաղաքի փողոցներում մի քանի տարի առաջ հայտնված կարմիր գծերի հետ մրցակցելու են գալիս դեղին գծերը։ Եթե կարմիրի դեպքում հնարավոր է վճարել եւ կայանել մեքենան, ապա դեղինի պարագայում տարածքը ծառայողական է, կայանելն էլ վարձակալողի թույլտվությամբ։ Ու դե երևի արդեն նկատել եք, քաղաքում լիքը տեղ բուսնել է այդ նշանը ու հիմա կարմիր գիծ նկատելիս մի ուրախանում են վարորդները, մի ուրախանում են։ Բայց այդ ինչ կարգով են սահմանափակում մեր կայանելը նոր դեղին այդ գծերի վրա։ Ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպիչը կարող է սահմանափակել այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը տվյալ ծառայողական ավտոկայանատեղում։ Այդ ո՞նց են սահմանափակելու քո կայանումը։ Դե ոնց որ առաջ էլ են պարկովշիկների դարաշրջանում։ Դուրս է գալու մի մարդ, ասելու է, «Ստեղ մի կանգնի», դու ասելու ես, «Սա փողոց, սա հանրային տարածք է», ինքն էլ ասելու է, «Չի կարելի»։ Իսկ եթե առաջ տենց օթի մեջ էր ասում, հիմա փաստորեն կարգ կա ու արդեն այդքան էլ օթի մեջ չի ասում։ Ով է սղացրել այդ կարգը։ Հաստատ Parking City Service-ի նոր գյուտն է, չէ։ Parking City Service-ը ծառայողական կայանատեղիների հետ անմիջական կապ չունի, դրանցով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը։ Համապատասխան գումարը վճարելու դեպքում քաղաքային իշխանությունները որոշում են կայացնում եւ հարկատուների հաշվին ասֆալտապատված Երևանի փողոցներից մեկի կայանատեղին հատկացնում վճարողին։ Մի րոպե, բայց սա գեր անտրամաբանական է, չէ՞ որ քաղաքապետարանն էր ասում կարմիր գծերը մտցնելուց առաջ, որ սա արվում է քաղաքի կայանման պայմանները բարելավելու համար։ Ասում էր։ Բայց հիմա եթե ստեղծեցինք այսքան կարմիր գիծ, հիմա այսքան մասը սարքում ենք ծառայողական, մնում է այսքան կայանելու տեղ։ Հա։ Այսինքն ավելի վատացրեցին վիճակը, գծին թողին կարելի ասել։ Նարեկ, ես չեմ ջոկում, դու ուր ես տանում ես խոսակցությունը։ Անտրամաբանական չի։ Հա, բայց ասեցին, որ քաղաքապետարանի միտքն է, էլ չասեն, որ գումար են դրանից ստանում։
Ծառայողական կայանատեղին սովորականից տարբերելու համար փողոցում հատուկ ցուցանակ է դրվում։ Մնացած բոլոր դեպքերում վարձակալողները երևակայությունն են գործի դնում։ Մեկը դեղին գծեր է ներկում, մյուսը լույսեր տեղադրում, իսկ Սպենդիարյան փողոցի խանութի տնօրենն էլ որոշել է ասֆալտի մեջ ձողեր խրել։ Այսինքն ով ոնց ուզում ձևավորում է։ Հա դմբո, հա, ուզում ես ասֆալտը քանդի, ուզում ես քո նկարը sense կպցրու, ուզում ես փորի ստորգետնյա կայանում սարքի։ Ու գաղափարը օքեյ է։ Հա, դե վարձով ա տվել, հիմա ինչ անեի։ Թեև վարձակալողների ձևավորումները օրենքի խախտում են, բայց նրանց տարածք տրամադրելը օրենքի տառին համապատասխան է։ Դե լավ է որ տեղյակ են որ օրենքը խախտում է։ Լսի, իսկ իմ մուծած 12000 դրամից մի մասը ինձ վերադարձնելու են։ Հա նարեկ, հա։ Հələ կտորես, դու լրիվ կտորես, ո՞նց են վերադարձել։ Երբ է քաղաքապետարան ինչ-որ բան վերադարձրել քեզ։ Նա ես այսքանի համար եմ 12000 մուծել, հիմա ինձ այսքանն են տալիս, չեմ վերադարձնելու։ Մի վարքյան մեզ միանում է մեր հատուկ թղթակիցը Երևանի քաղաքապետարանից, Արուսիկ ինչ նորություններ կան։ Տղաներ դուք չար եք ու նախանց, հենց նոր ավարտվեց Երևանի ավականու արտահերթ նիստը եւ մի քանի փոփոխություններ են եղել կայանման կարգում։ Ինչ փոփոխություններ։ Քաղաքում կավելանան այսպես կոչված կանաչ գծերը, որտեղ կարող են կայանել միայն պետական պաշտոնյաներն ու նրանց բարեկամները։ Ինչպես նաև ավելանում են մոխրագույն գծերը, որտեղ կկարողանան կայանել միայն սփյուռքահայերը։ Արուսիկ, ես անկեղծ ասած չեմ հասցնում գրել այսքաններ վերջ։ Իհարկե ոչ, կավելանան նաև ոսկեզոծ գծերը, որտեղ խստիվ արգելվում է տուֆտա մեքենաների կայանումը։ Այսինքն կարող են կայանել մոտ $50,000-ից ավել գին ունեցող մեքենաները։ Էլի կա։ Կապույտ գծերը, որոնք նախատեսված են հատուկ պոլիտեխնիկն ավարտած բեխավոր Արտյոմ անունով մարդկանց համար։ Այս ինչ-որ շատ նեղ սահմանափակում չի։ Հա, բայց դե քաղաքապետարանի դրամաբանությունն է, ես էլ ոչ է փորձում եմ հասկանալ։ Եվ վերջում կավելանան ծիրանագույն գծեր, կրկնում եմ, ծիրանագույն գծեր։ Ծիրանագույնը ինչի համար է։ Զուտ գեղեցկության, դե կարմիրն ու կապույտը կա, բայց ծիրանագույնը չլինի։ Շնորհակալություն, Արուսիկ, Սերգեյ, դու սա հիշեցիր։ Սերգեյ։ Սերգեյ, մենք կվերադառնանք։ Սերգեյ։ Սերգեյ։ Կարմիր, կապույտ, ծիրանագույն ունեն գծեր Երևանում։ Իսկ հիշում եք, որ մեր մարզահամերգային համալիրը աճուրդի էր հանվել ու ոչ մի կերպ չէր վաճառվում։ Այն ժամանակ մենք նկարահանեցինք փոքրիկ գովազդ, որ օգնենք վաճառել համալիրը։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը ներկայացնում է։ Այսօր սիրով ուզում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել լոտ համար 21-15-90-ը, ավելի քիչ հայտնի որպես մարզահամերգային համալիր, եւ այսօր այն կարող է դառնալ քոնը։ Իմը? Այո, Քևին, քոնը։ Ավաղ մեր փոքրիկ բարեկամ Քևինը այն չգնեց։ Երևի որովհետև թանկ էր։ Դե նենց ոչինչ, հա, թանկոտ էր։ Ուշադրություն, համալիրի արժեքն է 32 միլիարդ 612 միլիոն դրամ։ Զանգահարեք 060 570 500 ավանդական երկարության համարին եւ պատվիրեք ձեր համալիրը։ Կարծես մի փոքր գրպանով ես, չէ։ Օք չէ, Քևին, զանգարեք դակը հենց հիմա, որովհետև գործում է հատուկ գնային առաջարկ 19 միլիարդ 350 միլիոն դրամ։ Բայց նույնիսկ 19 միլիարդ տվող չգտնվեց, ինչից հետո համալիրը տվեցին պաշտպանության նախարարությանը, բայց այս համար համալիրը գնեց ՆՏԱԱ Investment Group-ը։ Ինչ-որ խոշոր մեգա կորպորացիա։ Չէ, տենց հուլիսին գրանցվել է, նոր ընկերությունն է, Քոչարի վրա է գրասենյակը։ Այցելեցինք պարզելու, թե ով է հանրությանը անհայտ գործարարը, ով պատրաստ է վերջին տարիների խոշորագույն ներդրումներից մեկը կատարել Հայաստանում եւ ընտանեկան ուղղվածության կենտրոն ունենալու համար վճարել $130 միլիոն։ Նրա բնակարան գրասենյակը հսկայական ճաք ունեցող ու վթարային հիշեցնող շենքի վերջին հարկում էր։ Դուռը չբացեցին։ Բարև ձեզ, Արմեն Գևորգյանի հետ Չգիտեմ, ինչ-որ բան ինձ վստահություն ա ներշնչում։ Ինձ էլ առավել եւս, որ հրաշալի ներդրումային ծրագիր ունի ընկերությունը։ Նորոգել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիրի կենտրոն, որն առաջինն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
Այն ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխատ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն։ Եվ խաղատուն։ Եվ խաղատուն։ Կազինո։ Կազինո։ Համալիրում։ Ցեղասպանության ու շարժանի հարևանությամբ։ Ցեղասպանության ու շարժանի հարևանությամբ։ Անպայմանա հետևիցս ամեն ինչ կրկնես։ Անպայմանա հետևիցդ ամեն ինչ կրկնեմ։ Բա հետո։ Հետո ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Հանրապետական կուսակցության խոսնակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ մարզահամերգային համալիրում կամ հարակից տարածքում կազինո չի լինելու։ Մարզահամերգային համալիրում խաղատուն չի լինելու։ Մի խոսքով ինչ որ խառնաշփոթ է, հա։ Հա, ոնց որ կազինոն չի կպնում։ Դե էլ ինչ այլընտրանքային պլաններ կան համալիրի հետ կապված, որոշեց բարձել մեր այլընտրանքային թղթակից Սերգեյ Սարգսյանը։ Եվ այսպես եւ մեր ստաժոր Արուսիկ ջան, ինչպես ես պատասխան դու ուղղակի նայ ու սովորի լավ։ Փորձենք բարձել համալիրի ճարտարապետ Անանիա Փիլիպոսյանից ինչ է պատրաստում սարքել իրենց ծրագրերը եւ ընդհանրապես որտեղ է նրա սիրտը այսօր։ Կա արդեն, բարև Սիրոժը։ Բարև ձեզ Անանիա, այո մեր ստաժորուին է։ Եվ այսպես Անանիա, ձեզ շատ են փոքր ժամանակ ձեռարել անվան հետ կապված։ Լավ, դա իրական տղամարդն է, հա։ Եկեք ես ձեզ պատմեմ ավելի լավ է մեր ապագայի պլանների մասին։ Ինչ եք մարզահամերգային համալիրի հետ։ Փոքր-ինչ պատմեք։ Այո, հիմնական գաղափարը սա դարձնել ընտանեկան կենտրոն։ Մենք շուրջ 100 միլիոն դոլար ենք պատրաստում ներնել, որպեսզի սա դառնա ընտանեկան կենտրոն, այսինքն մոլեր, խանութներ, էլի խանութներ, փարքինգներ, կազինո եւ ամենակարևորը փակ ջրաշխար, Հայրիկ ջան, հիմա ինք հազար մի ապուշություն պետք է դուրս դամենք, պետք է խայծով հանենք թաքնված, օքեյ, ինչ վատ բան է փորձում այստեղ, հասկացա՞ր, չէ՞, նայ, լրագրողը տենց անում։ Եվ այսպես ինչ թաքնված կերկան, որ թաքցնում եք մեզանից։ Ոչ մի բան, օրինակ շատերին մտահոգեց մեր կազինո բացելու։ Այ կազինո, ասում եք ընտանեկան վայրելնում, բայց կազինոն ոնց է ընտանեկանը, այսպես կպնում կազինոին, հա։ Գիտեք ոնց է, կազինոն ինչպես է աշխատում։ Երբ որ ընտանիքից մեկը սովորաբար հայրը գնում է լավ պարտվում է կազինոյում, ամբողջ ընտանիքն է, չէ՞, քի մեջ ընկնում։ Այսպեսով մեր կազինոն շատ ընտանեկան է լինում։ Այո, շնորհակալ։ Խաղա տենց շատ բան արեցի, անհամ ստացվեց կարող։ Չէ, ինձ թվում է լավ բարձաբանվեց իրական էությունը ձեր, այնպես որ Եվ այսպես Անանյան հերվացավ, սովորաբար սենց դեպքերում մեզ մի փոքր կաշառք են առաջացնում, որպես նյութը չգնա եթեր, բայց ոչ, այդ 200-300 դոլարը կարող են մի խոսքով կարող են պահել իրենց։ Դա մեզ պետք չի, մենք անաչար, կարևորը չգայթակղությանը չմատնվելն է։ Ես ճիշտ ասած տեսել եմ ձեր հաղորդումը։ Գնացեք գրողի ծոցը, Փիլիպոսյան։ Ախություն կա, որ կարող է ոչ ճիշտ անկյան տակ ներկայացնեք։ Դրա համար մի փոքր Ես ասել եմ եւ մաղարիչ ունենք ոսկե սալիկներ են մաքուր ձուլման, սուտ որպեսի լավ։ Արուսիկ ջան, Արուսիկ ջան, ես դուք Դու հիմա չես հասկանում, բայց տարիների հետո, երբ ապրելությունս հավայան կղզների վրա, Արուսիկ չէ, պարոն պրինսիպալ, շնորհակալություն, հա, անջատի կամերան, հրաշք է լինելու, հրաշք։ Պարոն Փիլիպոսյան, ես հիանում եմ ուղղակի ձեզանով, Արուսիկ ջան, եթե դժվար չի, մի հատ ջուր կբերես մեզ, օքեյ, լավ, բայց գառնու ջուր, հա, հենց բուն գառնուց, հենց 2 ժամից շուտ կարաս չգաս։ Հրաշալի պլաններ, նախ բացելու ենք ամենաառաջին քոֆի շոփը Հայաստանում, այսինքն Կանեպի ես մտածում, կանեպի եւ մարիխուանայի ազատ գոտի ստեղ արևելյան մասում, ինչից հետո անպայման զենքի վաճառքի կենտրոն ենք անելու, շների կռիվներ։ Եվ իրոք պետք է գիտեք շներ կան, չէ՞։ Հետո էմոցիաներ կան, որ մարդ ուզում է ինչքան կարա մեջը պայթ, ուզում է տնա ոնց է շուրին կրծում մի շան։ Խափառողջներին հավաքելու ենք այստեղ կրվածելու։ Իսկ ինչու՞ չեք բացում օրինակ օրգանների հանձնման տեղ, օրինակ ես ուզում եմ իմ ձախ թոքը քանի տարի ուզում եմ հանձնեմ։ Դրա մասին հենց տենց բացեի բաց չենք խոսում։ Հա։ Բայց այո, կա չինական ընկերություն, Երիկամա։ Շատ լավ է։ Ես օրինակ ինչ ունեք, պարոն Փիլիպոսյան։ Դե ստրուկների վաճառքը, ստրուկների եւ թրաֆիկինգի կենտրոն, անունիքի անվան։ Պարոն Փիլիպոսյան, այդ մեկը նենց սրտիցս էր։ Որովհետեւ այդ ամեն ինչը սև շուկայում էր այսքան ժամանակ, հասկանում եք, հարկերը թաքցվում են։ Հիմա ոնց որ այդ ամեն ինչը բերում ենք օրինական դաշտ, որպեսզի այդ ստրուկ է սառնում։ Իմանաս այդ մարդը որտեղ է։ Այնքան կայշտացնի, ոնց որ հայ է անցել, ինչ ընտանիքում է մեծացել այդ։ Հետո ասենք բան դեպք ալում ուզում ես, չգիտեմ, պետքա գնաս շուկա, բայց вообще հավես չունես։ Ուղարկում
վիճակում ես։ Այո, եթե կարողանա ճանապարհին մի երկու հատ էլ թափառող շունների որ բերի ստեղ կրվածնի, լրացուցիչ եկամուտի աղբյուր ես քո համար ստեղծում։ Իսկ վերջում, ամենավերջում, եթե արդեն բանի պետք չէ ստրուկը, նայում ենք որ օրգաններն են հենց խադավոյ վիճակում, հանում ենք առանց մաքսազերծման։ Չորմարա։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ ընտանեկան նոր կենտրոն է բացվում այս գեղեցիկ համալիրային միջավայրում։ Ընտանեկան կենտրոնը։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էր այսօր Arm-Comedy-ին։ Վերջում եկեք դիտենք մշակութային վիդեոբոցը։ Մինչև տարվա վերջ կառավարությանը լարված աշխատանք է սպասվում։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ միայն այդ կերպ կարող են Հայաստանում տնտեսական աճ ապահովել։ Դանդաղ շտապում ենք առաջ։ Արփինե Հովանիսյան, նոր արդարադատության նախարարը։ Շատ լավ պաշտոնավարում է։ Արի սենց անենք, արի կանչենք հյուր ու տեղում ոնց որ քննարկենք, պարզենք, բացահայտենք։ Արի կանչենք, համեցեք մեզ հյուր։ Հրավիրում ենք։ Արփինե Հովանիսյան, մեզ հյուր։ And he keeps him out of sight.